պարոն Ստեփանյան, նախորդներից այս հանրահավաքը տարբերվում է, քանի որ ավելի շատ մարդ է ընդգրկվել, քաղաքացի է ընդգրկվել եւ ինչպես նկատեցինք, նաեւ Մայր Հայաստանից է մեզ միացել։ Սա ինչ պայքար է եւ ինչու է կազմակերպում այսքան ուշ, եթե կարելի այսպես ձևակերպել։ Միանշանակ, այո, տարբերվում է, որովհետեւ տարբերվում է նաեւ նախ եւ առաջ այն պատճառով, որ ըստ էության համախմբել է արցախյան տարբեր հասարակական հատվածի ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչներ եւ բոլորին կարող ենք այսպես ասել եւ այդ առումով ինքը համապարփակ է եւ համընդգրկուն է։ Ինչ վերաբերում է պահանջներին ներկայացվող, ապա հանրահավաքի ժամանակ դրանք կներկայացվեն միանշանակ, կխոսվեն սոցիալ-տնտեսական իրավունքների մասին, որոնք ցավոք սրտի այս 1.5 տարվա ընթացքում պարբերաբար ոտնահարվել են, պարբերաբար անտեսվել են եւ ինչպես որ ասում են վերջին զարկը, այսպես ասած, այդ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է, որը ուղղակի աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանում ապաստանած արցախցիների համար, մատնելով անօթևանության, չքավորության կամ արտագաղթի։ Եվ ըստ այդմ էլ շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար։ Մեկ ձեռքը ծափ չի տալիս, մենակով հնարավոր չէ եւ ժողովուրդը պետք է կանգնի եւ ասի, որ սրանք մենք գիտենք մեր իրավունքները, մեր պահանջները եւ պատրաստ ենք պայքարել մեր իրավունքների եւ պահանջների համար։ Եվ շատ ողջունելի է, որ դրան միացել են նաեւ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցները, ոչ միայն ողջունելի է, այլ եւս մեկ անգամ առիթ է շնորհակալություն, երախտագիտություն հայտնել մեր հայրենակիցներին, որովհետեւ զուտ այդ մարդկային այդ հատկություն ունենալու, մարդկանց ապրումակցելու, նրանց իրավիճակը հասկանալու եւ նրանց իրավունքների համար պայքարելու համար։ Այո, սա մեր միասնական պայքարն է, որի հիմքում Արցախի ժողովրդի իրավունքներն են, բոլոր իրավունքները։ Պարոն Ստեփանյան, երբ որ Հայաստանում հիմա արդեն ասում են, որ պետք է հրաժարվել Արցախյան շարժումից, պետք է չշարունակել այդ շարժումը, այս հայտարարությունների հետևանքը այսպես ինչ կարող է լինել, ինչքանով է վտանգավոր։ Մեր հանրահավաքը նաև նրա մասին է, որ մենք համաձայն չենք այդ ամեն ինչի հետ։ Մենք համաձայն չենք նրա հետ, որ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող շարժումը առանց Արցախի ժողովրդի կամքը, ցանկությունը, ձայնը լսելու համարվի փակված։ Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք, Արցախի ժողովուրդը ունի սեփական հայրենիքում արժանապատիվ անվտանգ հավաքական կերպով ապրելու իրավունք եւ երբևէ չի պատրաստում հրաժարվել այդ իրավունքից։ Ով ուզում է, ինչ ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել, հա, պարզապես պետք է հասկանանք, որ մեզ համար դրա փակումը, Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկման։ Հետևաբար, որքան որ կանք, որքան որ ունենք այդ հնարավորությունը, աջակցություն նաև մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցներից, պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի, Արցախի նկատմամբ մեր պահանջատիրությունը պահպանվի։ Ես եմ շնորհակալ։ Կստանա, կարծում եք, որովհետև դժգոհությունների մասին մշտապես է խոսվում, ահազանգում, բողոքի ակցիաներ արվում, բայց որևէ արձագանք չկա։ Այո, ցավալի է այդ արձանագրումը անել, որ միանշանակ այս ժամանակահատվածում տարբեր անհատական մակարդակով, հասարակական կազմակերպությունների մակարդակով այս հարցերը բարձրացանվել են, բայց տեղ չեն հասել։ Հիմա հաջորդ քայլն է եւ այդ հաջորդ քայլը հազարավոր մարդիկ միասնաբար իրենց պահանջը ներկայացնեն, տեսնենք թե ինչպիսին պետք է լինի լուծումը։ Ամենա կարճ եւ այսպես ասած հրատապ լուծում պահանջող հարցը սոցիալական աջակցության պահպանությունն է։ Խնդրում եմ դա չընկալել որպես ինչ-որ նյութական պահանջ կամ եւ այլ։ Դա կարևոր հիմք է արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելու, կարևոր հիմք է արժանապատիվ կյանք Հայաստանի Հանրապետությունում ապահովելու արցախցիների համար եւ ինչպես նաեւ մեր վերադարձի իրավունքը վառ եւ հավերժական պահելու համար։ Սա է մեր պահանջը։ Ես կարծում եմ, որ հույս ունեմ կամ ուզում եմ հույս ունենալ, որ կառավարությունը ականջալուր կլինի հազարավոր մարդկանց պահանջին եւ կկատարի այդ
խիստ կարևոր կենսական նշանակության կկարգավորի այդ խիստ կարևոր հարցը։ Հիմնականում այդ գումարը 40,000 դրամ գումարած 10,000 դրամ, 50,000 դրամը ծախսվում էր արցախցիների կողմից մեծամասամբ կեցության խնդիրները լուծելու համար, բնակվարձի հարցը լուծելու համար։ Այս դեպքում ինչ է լինելու, այսինքն թողնելու են հեռանան, եթե բնակվարձի Այո, միանշանակ է, որ այդ աջակցության դադարեցումը մարդկանց մատնելու է անօթևանության, չքավորության եւ արտագաղթի։ Հետաքրքիր մի բան ասեմ, որ ֆիքսեք, որ սոցիալական հարցումներով իրականացվող շատ հստակ երևում է, որ արցախցիները մեծ հաշվով հակված չեն արտագաղթի, այսինքն ցանկություն ունեն ապրելու մայր հայրենիքում։ Այս ցանկությունը սնուցել է պետք, այս ցանկությունը արժանապատիվ կյանքով ամրապնդել է պետք, այսինքն էլ որտեղից Հայաստանի Հանրապետությունը միանգամից, այսպես ասած, այսքան մեծ մարդկային ներուժ կարող է ունենալ։ Կան մարդիկ եկել են, բարի եղել այդ մարդկանց պահանջները կատարել եւ ապահովել նրանց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Ստեփանյան, նայեք, իշխանությունները պնդում են, որ իրենք ուզում են ամեն ինչ անել, որ մարդիկ գնան ավելի երկարաժամկետ ծրագրերի, դրա համար են փորձում կրճատել կարճաժամկետ ծրագրերը, ֆինանսական այդ աջակցությունների փաթեթները։ Սա հիմնավոր, այսպես ասած, պատճառ է։ Նախ սկսենք նրանից, որ այո, մենք էլ ենք ուզում երկարաժամկետ լուծումներ, որևէ մեկին դուր չի գալիս, շատ կներեք ամիսը 1 կամ 6 ամիսը 1 ինչ-որ բնակարան փոխել, ենթարկվել վարձատուի քմահաճույքներին եւ այլ եւ այլ։ Բոլորդ էլ հասկանում եք, բոլոր նրանք, ովքեր վարձով ապրել են, շատ լավ հասկանում են դրա բոլոր չարչարանքները։ Այո, մենք ուզում ենք ունենալ այդ հնարավորությունը կեցության հարցը երկարաժամկետ լուծելու համար, բայց այն ծրագիրը, որ առաջարկված է, չի ապահովում երկարաժամկետ լուծումը, որովհետև դա պարունակում է բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որոնք ուղղակի խոչընդոտում են տեղահանված ընտանիքներին այդ ծրագրից օգտվելու եւ բնակարան ձեռք բերելու հարցը։ Եվ հետեւաբար խնդրանքը նաեւ դա է, պահանջը նաեւ դա է, որ վերանայվի այդ ծրագիրը հնարավորություն ստեղծելով։ Ես կարող եմ երկար պատմել, թե որոնք են խոչընդոտները, հավատացեք, պատմել եմ շատ տեղերում, պատմել եմ եւ մասնագիտական համայնքի մոտ, եւ քաղաքական որոշում կայացնողների մոտ, եւ չեմ հասել որևէ արդյունքի։ Միգուցե հազարավոր մարդկանց բերանից այդ ամեն ինչը լսելով որոշակի արդյունքի կհասնենք։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ մարդկանց մղում են աշխատելու, աշխատում են մարդիկ։ Իսեր Աստծո, պետք է հասկանալ այս պարզ իրողությունը, որ մարդիկ աշխատում են։ 26000 գրանցված աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը 150,000 դրամ է։ Դե եկ 150,000 դրամով եւ սննդի հարցը կարգավորի, եւ կեցության հարցը կարգավորի։ Միթե այս պարզ ճշմարտությունը հնարավոր չէ ընկալել։ Այսինքն այդ հիմնավորումները, որոնք դրված են աջակցություն դադարեցնելու հիմքում, հիմնավոր չեն։ Իսկ աշխատանքի անցնելու խնդիր ունենում են Արցախում։ Միանշանակ ունենում են պարզ իրողությունը հաշվի առնելով Հայաստանում աշխատանքային շուկայի սահմանափակումները։ Որոշների դեպքում կարողությունների թարմացման, վերապատրաստումների անհրաժեշտությունը, ուսուցիչների պարագայում աշխատավարձերի, օրինակ մեր հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչների շրջանում ցանկությունը բացակայում է ներգրավելու Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում, որովհետև ցածր է աշխատավարձը եւ միջավայրը իրենց համար այնքան էլ ադապտացիայի հիմքեր չի ստեղծում։ Խնդիրները բազմաթիվ են, այսինքն ինչ է ընդհանրապես միջազգային պրակտիկան հուշում։ Տեղահանվածներին պետք է ապահովել աշխատանքի տեղավորման համար հատուկ ծրագրերով, իսկ այդ ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է, նախորդ տարվա ընթացքում ընդամենը ունեցել է 1800 շահառու։ Պատկերացնում եք 120,000, լավ, թող աշխատանքային տարիքին 70-80 հազարը լինեն։ Եվ դրանցից ընդամենը 1800 շահառու է կարողացել օգտվել։ Եվ ցույց է տվել նաև վիճակագրությունը, որ 1800 օգտվածից 900-ն է շարունակում նույն գործատուների մոտ իրենց աշխատանքը։ Սրանք սարսափելի վատ ցուցանիշներ են եւ խոսում են այդ ծրագրերի ձախողված լինելու մասին։ Պարոն Ստեփանյան, մի հարց էլ այս դրամաշնորհների մասին, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետությանը հատուկ արցախցիներին աջակցելու նպատակով, որովհետև հաճախ երբ խոսում են իշխանական շրջանակներ, նրանց սատելիտ շրջանակները նշում են, որ իբր լավություն են, էլի, անում այսպես ասած արցախցիներին, որ աջակցություն են տալիս։ Այդ գումարներից տեղյակ եք, ինչքան է եկել ձեր անունով արցախցիների անունով եւ ուր է գնացել։ Նախ սկսենք նրանից, որ փախստականին կամ բռնի տեղահանվածին տրամադրվող աջակցությունը
որևէ երկրում չի դիտվում որպես լավություն կամ նվեր։ Դա պետությունների միջազգայինորեն ստանձնած պարտավորություն է եւ ամրագրված է փախստականների մասին կոնվենցիայով։ Սա մեկ, երկրորդ։ Այո, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը առավել մեծ աջակցություն պետք է ցուցաբերեր Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ իրապես երբ որ գնահատում ենք գոնե նվազագույնը այն աջակցությունը, որի մասին հայտարարվել է, այդ թվերը այնքան էլ գոհացնող չեն։ Բայց ինչ պետք է արվեր, որպեսզի միջազգային հանրությունը առավել մեծ աջակցություն ցուցաբերի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունը գնար այդ քայլին, այսինքն միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպեր։ Այս հարցերով մոտենար տարբեր միջազգային կազմակերպությունների եւ ըստ էության դա չի կատարվել։ Բայց ինչ էլ ուղարկվել է, ինչ է արվել։ Ինչ էլ ուղարկվել է, դե իրենք ասում են, որ դրանք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր։ Ինչ էլ որ արվել է, իրենք ներկայացնում են, որ դրանք այս սոցիալական աջակցությունների տեսքով տրամադրվել են արցախցիներին։ Բայց ախր այստեղ նաև թափանցիկության հարցը կա։ Այսինքն բացակայում են մեխանիզմները հասկանալու համար, թե իրապես ինչքան է եկել, ինչքան է ծախսվել, ինչքան դեռ պիտի գա եւ այլ։ Ստեփանյան ամփոփելով արցախցիների հավաքական վերադարձի լուծումը, հարցի լուծումը, ինչպես եք տեսնում։ Շատ պարզ, մենք տեսնում ենք, որ նախ դրա համար պետք է ստեղծվի պլատֆորմ։ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը հենց նաև այդ պահանջներն է պարունակում։ Մենք տեսնում ենք, որ միջև որ չլինի այն հարթակը, որտեղ կարող ենք խոսել, ներկայացնել մեր պահանջները, պայմանները, որոնց ներքո կարող ենք վերադառնալ Արցախ, այս թեման ուղղակի խոսելը իմաստազուրկ է։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական վերահսկողության ներքո, բռնապետության ներքո Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը անհնար է։ Եվ դրանով է պայմանավորված այն, որ ընդամենը օրերի ընթացքում 120,000 մարդ մեկ մարդու նման լքել է իր հայրենիքը ու գերեզմանները։ Հետևաբար վերադարձի մասին խոսելիս պետք է առաջնային հաշվի առնել միջազգային երաշխիքները, միջազգային անվտանգային երաշխիքները, որոնց բացակայությունը ուղղակի անհնար է դարձնում Արցախի ժողովրդի վերադարձ։ Բայց նորից վերադառնալով իմ խոսքի սկզբին հարթակ է պետք դրա մասին խոսելու համար։ Եվ այդ հարթակը առաջին հերթին մենք ակնկալում ենք, որ պետք է ապահովի կամ առաջ մղվի Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։